Ելից 17-ի տեսարանը պատմական իրադարձություն է, որը տեղի է ունեցել ամաղեկացիների դեմ մղվող ճակատամարտում, անապատում իսրայելացիների 40 տարվա ճանապարհորդության ընթացքում։ Եկեք կարդանք 8-րդ հատվածը։ Ամաղեկը եկավ Ռափիդիմում պատերազմեց Իսրայելի դեմ։ Մովսեսն ասաց Հեսուին. «Մեզ համար մարդիկ ընտրիր դուրս գնա պատերազմելու Ամաղեկի դեմ։ Վաղը ես կկանգնեմ բլրի գագաթին, Աստծու գավազանը ձեռքիս»։ Հեսուն արեց Մովսեսի ասացի պես պատերազմեց Ամաղեկի դեմ։ Մովսեսը, Ահարոնը Օվրը ելան բլրի գագաթը։ Երբ Մովսեսը վեր էր բարձրացնում իր ձեռքերը, հաղթում էին իսրայելացիները, իսկ հենց որ իջեցնում էր իր ձեռքերը, ամաղեկացիներն էին հաղթում։ Մովսեսի ձեռքերը հոգնությունից ծանրացան։ Նրանք մի քար առան դրեցին նրա տակը։ Մովսեսը նստեց դրա վրա։ Ահարոնն ու Օվրը մեկն այս կողմից, մյուսն այն կողմից վեր պահեցին նրա ձեռքերը, մինչ արեգակի մայր մտնելը նրա ձեռքերը հաստատուն մնացին։ Եվ Հեսուն սրի բերանով զարկեց Ամաղեկին ու նրա ժողովրդին։ Հեսուանը ստանձնեց մարտի դաշտ գնալու դերը, կռվելու ամաղեկացիների դեմ։ Մինչ Հեսուանը ղեկավարում և հրամանատարում էր Իսրայելի բանակը ճակատամարտում, Մովսեսը բարձրացավ լեռը և նայեց մարտի դաշտին։ Երբ Մովսեսը վեր էր բարձրացնում ձեռքերը, իսրայելցիները հաղթում էին, բայց երբ նա իջեցնում էր ձեռքերը, որքան էլ որ իսրայելցիները բարենպաստ դիրքում լինեին, նրանք անմիջապես սկսում էին պարտվել։ Հետևաբար, վերահսկողության կետը, որը կարող էր որոշել ճակատամարտի հաղթանակը կամ պարտությունը, ոչ թե Հեսուանը էր, այլ Մովսեսը։ Բացի դրանից, ինչ է սովորեցնում Աստվածաշունչը Մովսեսի մասին։ Մովսեսի մասին գիտակցումը ի վերջո բացահայտվում է Աստվածաշնչում, ինչպես երևում է Գործք առաքելոց 3-րդ գլխում, որ Մովսեսը ներկայացնում է Հիսուսին։ Ապա թե չէ, մեր ավետարանը նույնը չէ։ Աստված ստեղծեց տեսանելի և անտեսանելի աշխարհը, երբ ստեղծեց երկինքը և երկիրը։ Ներկայումս մենք ավետարանական աշխատանք ենք իրականացնում տեսանելի աշխարհում, բայց ավետարանի արդյունքը կարող է լինել լավ կամ վատ, կախված նրանից, թե ինչ է անում Աստված անտեսանելի աշխարհում։ Եթե Աստված բարձրացնի իր ձեռքը, մեր ավետարանը կբարգավաճի, այնպես չէ՞։ Սակայն ինչ կլինի, եթե նա իջեցնի իր ձեռքերը։ Անկախ ջանքերի ծավալից, ներգրավված մասնակիցների քանակից և գիտակ մասնագետների նվիրյալ աշխատանքից, ավետարանի արդյունքը միշտ ձախողվի, եթե Աստված չօգնի մեզ անտեսանելի աշխարհում։ Մենք կարող ենք հասկանալ, որ խնդիրը տեսանելի աշխարհում չէ, այլ ի վերջո կախված է Աստծուց անտեսանելի աշխարհում։ Այդ դեպքում ինչպես պետք է այսուհետ ապրենք մեր հավատքի կյանքը։ Այս երկրում ջանասիրաբար քայլել հավատքի ճանապարհով լավ բան է։ Այնուամենայնիվ, հավատքը, որը չի ընդունում Աստծուն անտեսանելի աշխարհում, չի տա ոչ մի արդյունք։ Հետևաբար, երբ Աստված շարժվում է, մեր ավետարանը կարող է իրականանալ։ Եթե մենք իրականացնում ենք ավետարանը, որը միայն բավարարում է ինքներս մեզ և ավարտվում է մեր սեփական երջանկությամբ, առանց Աստծո սիրտը շարժելու, ապա այդ ավետարանը չի կարող ունենալ որևէ արդյունք։ Նույնիսկ եթե Հեսուանը բացառիկ զորավար էր և ուներ մարտական հմտություններ, և նույնիսկ եթե իսրայելական բանակը կազմված լիներ ռազմիկներից, որոնցից յուրաքանչյուրը 100 տղամարդու արժեր, նրանք չէին կարող լինել նշանավոր զորքեր, քանի դեռ Մովսեսի ձեռքերը ցած էին։ Երբ ուշադիր ուսումնասիրենք այս ամենը, կհասկանանք, որ Աստվածաշնչի միջոցով անհրաժեշտ է հասկանալ անտեսանելի և տեսանելի աշխարհի կապը։ Նույնիսկ երբ 17-ում արձանագրված այս մեկ տեսարանն իսկ բավարար է, որպեսզի լիովին հասկանենք, թե ինչու պետք է աղոթենք Աստծուն, առաջարկենք մեր ցանկությունները և մեր անկեղծությունը նրան։